Այսօր մեր ձևովները Նարեկ Կարապետյանը, Սամոյի մանուկ տեսակը Աբովյանում ինչ-որ բան էր բացում, կրպակ էր, դղյակ էր, կուսակցական խմբակի տնակ էր, մի խոսքով գնացել էին Աբովյան բացում անելու ու տեսա, որ Նարեկը ինչ-որ կադրեր ա տեղադրել ու լիքը մարդ կար, ասացի ուրեմն Աբովյանում լիքը համակիրներ ունեն, հետո տեսա ուրիշ կադրեր, խնդրեմ. Ուրեմն ինչ ա պարզվում, ավտոբուսներով տարբեր մարզերից հիմնականում այդ վերևներից բանից Տաշիրի մոտից ավտոբուսները լցնում են հարազատ, բարեկամ, մարդիկ կամ փողով ինչ-որ մարդկանց բերում են տարբեր քաղաքներ, վերջում էլ Նարեկը համերգ ա տալիս ու նկարահանում ա, բա թե տեսեք ինչքան մարդ կա, լավ, ասենք ինչ խելքով են էլի դանը, մարդիկ տեսնում են, չէ, որ այդտեղ կանգնածների 80-90% Աբովյանի հետ ընդհանրապես կապ չունի, դե ավտոբուսն էլ թաքցնելու բան չի, ասես գալիս ա Սամոյի մեծ գլուխը վրան կպցրած, գալի հասնում ա այդ քաղաք, լավ, ասենք բացել ես ինչ-որ կրպակ կուսակցական, բայց գոնե քեզ մի խայտառակի, տես կանգնած մեծ բերանդ էլ բացել ես յանի ես ինչքան մարդ եմ հավաքել, այդ փողերը, որ թալանել եք հայ ժողովրդին, այդ փողերն եք էլի ծախսում միջև հիմա։ Մենք արդեն հասանք Աբովյան, տեսնում եք ինչքան մարդ է հավաքվել այստեղ, սիրելի ընկերներ, ուժեղ Հայաստանի մեր Աբովյանի գրասենյակը, տեսեք այս կողմը, այդ ինչպիսի պատկեր ունի ուժեղ Հայաստանը։ Մեր կողքին է այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այս պատկերը խոսում է միայն դրա մասին, և այստեղ ոչ մեկ չի հոգորտում Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին ենք, իսկ նրանք մեր кողքին են, Հայաստանն ուժեղը Սամվել Կարապետյանի հետ։ Как хорошо, что Карелия в составе России, а не Финляндии. Да. А то сейчас бы загнивали, как Запад.